Ամենակարևորը գիտես ո՞ր։ Բա գիտես թե չգիտեմ, երկրորդ կուպլետը իմը չի։ Ես ասեմ, չհասկացա։ Ինքը լավ է երգում, հիշացնում է։ Ինքը հասկանում է ավելի լավ։ Ուրեմն հարցերի մասը կթողնենք Նիկի վրա։ Salty։ Ճիշտ է, Գյորգ Սոլթի Որտեղ են ամենաշատ երեքը 31 գրեմ ունի։ Երեքը չէին։ Տեսքից մի խափնում եք։ Լավ է շատին մորակույրը։ Դեռ եթե կամ ես պարտվողը արդեն ներկա է։ Կամա չես խոստովանել Բրիթնի Սպիրսի մասին։ Հա։ Լավ։ Այդ բան որ լարվում ես, օդ չես կարող։ Բայց տունը լավ է երգում, Անուշ։ Լավ է։ Կարաոկե 963 երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր։ Pop, rock, rap, շանսոն հայկական։ Երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։ Դե ինչ, որքան մարդ, այնքան ձայն, որքան ձայն, այնքան երգ, որքան երգ, այնքան կարաոկե, իսկ որքան կարաոկե, այնքան շատ եթերներ։ Այստեղ չկան ժյուրիներ ու խիստ քննադատներ։ Այստեղ մենք ենք, դուք եք եւ իհարկե մեր ստեղծած լավ տրամադրությունը։ Ես ավետն եմ, դուք գտնվում եք 963 կարաոկեում եւ մենք սկսում ենք ողջույն սիրելի հյուրեր ու ողջույն սիրելի դիտողներ։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել այսօրվա իմ հյուրերին։ Այսօր մեր տաղավարում են տաղանդավոր մարդիկ, նրանք բոլոր ունեն տարբեր մասնագիտություններ, բայց նրանց բոլորին միավորել է երգը եւ երաժշտությունը։ Իմ լավ ընկեր, տաղանդավոր հաղորդավարուհի Անուշ Մելքոնյանը։ Ողջույն Անուշ, իմ ակադեմիայից էլի իմ լավ ընկեր եւ հաղորդավարուհի Աննա Մուրադյանը։ Ողջույն Աննա։ Տաղանդավոր երգիչ, երգահան Նիկ Էգիբյանը։ Ողջույն Նիկ։ Եվ իհարկե տաղանդավոր երգչուհի իմ սրտի սոխակ Մաշա Մնջոյանը։ Ողջույն բոլորին, ողջույն սիրելի հյուրեր, շնորհակալ եմ շատ, որ ընդունել եք մեր հրավերը ու եկել եք մեր տաղավար։ Նախ ուզում եմ մնալ ոնց է տրամադրությունը, արդյոք արել եք Ռոսպևկա։ Ի տարբերություն եղանակի մեր տրամադրությունը ծփում է արևով։ Ծփում է արևով, հրաշալի։ Մաշա, ոնց է քո տրամադրությունը։ Ռոսպևկա արդեն վաղուց չեմ անում, վատ եմ անում։ Արդեն մեզ մի անգամից արած է։ Նրա չեն փակվում, միշտ բաց են։ Հասկացա, լավ։ Շատ լավ է։ Անուշ, Աննա։ Տրամադրությունը շատ բարձր է, բայց հաշվի առնելով մեր մրցակիցին շատ լարված ենք։ Հույսով որ լավ ենք երգելու։ Չէ։ Դե բայց տարբերություն մեզ է ձեր խոսքն է ճիշտ դրված, իսկ մենք Ան, իսկ քո տրամադրությունը ոնց է։ Տրամադրված պարտվելուն։ Վայ, չէ։ Ես կարծում եմ, որ սա շատ վատ մարտավարություն է։ Հանձնվել են, էլի։ Պետք չի այսպես անել։ Ամբողջ կյանք պարտվել եմ միշտ, ես մի կյանքում մի տեղ եմ հաղթել, դրա համար հանգիստ եք, եթե կամ ես պարտվողը արդեն ներկա է։ Ես այսպեսի մի հարց ունեմ։ Կա երգ ձեր կյանքում, որը որ դուք սիրում եք, բայց կամաչեք խոստովանել ինչ-որ մեկին, որ դուք սիրում եք այդ երգը կամ լսում եք։ Թաքուն։ Որ երգը, Նիկ, եթե դժվար Բրիթնի Սպիրսի սաղ երգերը։ Կամա չես խոստովանել Բրիթնի Սպիրսի մասին։ Հա։ Լավ։ Մաշա, իսկ դու։ Ես։ Հա, իմ հիվանդ մայրը։ Այդ շարքից ինչ-որ մի հաստատ երգ։ կսիրեմ, բայց չեմ ասի։ Այդ շարքից Աստված ինձ մի ճամփատուրը ստիպողաբար երգել է։ Այո, ու մենք լսել ենք շատ սիրուն կատարում էր։ Շնորհակալություն ինձ։ Ահա, շնորհակալություն Նիկին։ Շնորհակալություն Նիկին այդ գեղեցիկ կատարման համար, որ ստիպեց Մաշային։ Անուշ, կա երգ այդպեսի։ Չեմ ամաչում, բայց շտում ուր որ գնաս հետդ կգամ երգը։ Հատկապես ընկերներիս հետ շատ բարձր տրամադրությամբ լսում ենք։ Ասված ինձ մի ճամփատուրն եմ ես շատ սիրում։ Իսկ Մաշայի կատարմամբ թե արդյոք հատկապես։ Հատկապես Մաշայի, հասկացա։ Ան քո երկացանկում կա նմանատիպ երգ։ Որը։ Նանայի կարմիր գինին գործընկեր։ Ասեիք ո՞ց։ Նայ, որ ասում ես քանիկան պարտված եմ, կերես։ Ամենաճաշակովը ես դուս։ Շատ լավ է պատասխանները։ Իսկ մի հարց։ Հետաքրքիր է, արդյոք ձեր երաժշտական ներկայում, անցյալում, ապագան, որովհետև հիմա հենց այս պահին տեղի է ունենում, եղել են կարաոկեային ինչ-որ արկածներ, որ կհիշեք։ Եղել եք կարաոկեում վերջին անգամ, երբ եք եղել։ Քանի որ իմ աշխատանքը երբ եք կարաոկեում չես եղել, Նիկ։ Ուսանողական տարիներ, իսկ իմ ուսանողական տարիները եղել են 22 տարի առաջ։ Տեսքից մի խափնեմ։ Չէ, ես բավականին սառը տեղ ես դու մնում, ոնց հասկացա։ Լավ։ Վախոնալի ձայ։ Լավ չասին մորակույրը։ Մաշ, իսկ կա երգ, որը որ դու կարաոկեում երգել ես։ Կամ արդյոք եղել ես թե ոչ։ Կարաոկեում եղել եմ։ Իսկ ավստրալական կարաոկեում եղել ես։ Ավստրալական կարաոկեում վերջին անգամ Ճապոնիայում եմ եղել։ Պուճուրիկ ինքը Երկից, որտեղից որ առաջացել է կարաոկեն, այո։ Առաջին երգերից է իհարկե բանը Տիտանիկի երգը։ Ահա։
Whitney Houston, I will always love you, my heart will go on, մեկը հալելույա։ Այդ իրեքը քո են որ գրում ես առաջինը։ Կարաոկե հենց գրում ես առաջինը դա բերում։ Մաշա Մնջոյան։ Մաշա Մնջոյանը կատարել է։ Այստեղ երգել է Մաշա Մնջոյանը։ Հասկացա։ Դե ոչ մի տենց արտառոց դեպք չի եղել, ես երգում եմ։ Մենակ հաղթել եմ բոլոր մրցանակները։ Մնացածին ես ստիպում եմ երգեմ, որովհետև հավեսնենա, որ դու այդ ժամանակ արդեն էլ չես երգում ուրիշները։ Հասկացա։ Այ այսօր հենց այդ օրերից է։ Հաստատ Նիկին դու երբեք չես ստիպել, չէ՞։ Նիկը օրինակ քեզ ստիպել է, որ դու երգես Աստված ինձ մի ճամփատուրը։ Ես էլ եմ իրան ստիպում։ Հա։ Մեկ, որ երգի։ Հա։ Չէ, հա, բա ոնց։ Ես միշտ ասում եմ Սանտաղանդամ, ինքը ասում է չէ լավ էլ մի քեզ թերագնահատի, բայց մենք այսօր հաստատ դրա մասին անպայման կիմանանք, չնայած եւ դրանում կասկած չկա։ Անուշ, կարաոկեում ինչ արկածներ ունես։ Չնայած ես չեմ հիշում, որ մենք միասին 3 տարի առաջ, դե հաշվի առնելով մեր ընկերությունը, ես ու դու մեր տանը ամեն օր կարաոկե կազմակերպում ենք։ 3-4 տարի առաջ մայրիկիս ծննդյան օրը հնդիկների հետ միասին եղբայր քույրիկներով օրվա վերջում են որ արդեն փակվում, ծննդը վերջանում, մենք որոշեցինք, որ գնում ենք Արամե կարաոկե ու տենց մի քանի երկեցինք միասին, բայց պետք է ասեմ, որ երգացանկը շատ դժվար էր։ Հասկացա։ Ու հիմնականում խայտարակվեցինք։ Լավ, պարզ է։ Աննա, եղել ես կարաոկեում։ Խայտարակվել ես արդյոք։ Խայտարակվել եմ շատ անգամներ եւ շատ հաճախ ենք լինում ընկերներով, մեր բոլոր after party-ները անցնում են կարաոկե։ Հենց խմում գնում եք կարաոկե։ 1-ին 2-ին։ Հասկացա, հենց խմում են գնում են կարաոկե։ Շատ լավ է։ Ձեր պատասխանները ինձ շատ գոհացրեցին։ Ես մոտավորապես հասկացա դուք ինչ կարաոկեային եւ երաժշտական անցյալ եք ունեցել, իսկ այս պահին ես առաջարկում եմ, որպեսզի մենք տեղափոխվենք առաջին փուլ ու ձեզ բացատրեմ առաջին փուլի կանոնները։ Գնացինք։ Առաջին փուլի կանոնները հետևյալն են։ Տեսեք, էկրանին հայտնվում է երգ։ Մասնակիցներից մեկը երգում է այդ երգը, սակայն երգի մեջ բաց են թողնված բառեր։ Մասնակիցը պետք է արագ գուշակի ու երգի բաց թողնված բառը։ Ամեն գուշակված ճիշտ բառը արժե 1 միավոր։ Բայց, որպեսզի մենք կարողանանք ընտրել երգեր, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ, որը առաջին փուլում կոչվում է ես ասեմ։ Բացատրեմ ինչ է իրանից ներկայացնում ես ասեմ։ Ես կարդում եմ թեմատիկ հարցեր կապված ինչ-որ մի թեմայի շուրջ։ Որ թիմը, որ առաջինը հասկանում է թե ինչի մասին է խոսքը, ձեռք է բարձրացնում կոնկրետ ասելով ես ասեմ արտահայտությունը, որից հետո տրվում է հնարավորություն պատասխանելու։ Եթե ոչ, պատասխանելու հնարավորությունը անցնում է հակառակ թիմին։ Ես ասեմ, չհասկացա։ Ասեմ, տես, ես հարցեր եմ կարդում, ով պատասխանը իմանում է միանգամից ասում է։ Ավելի պարզ։ Ինքը լավ է երգում, հիշացնում է։ Ինքը հասկանում է ավելի լավ։ Ուրեմն հարցերի մասը կթողնենք Նիկի վրա։ Ես ասեմ երկու երգերը, որոնք որ ընտրել ենք ձեզ համար առաջին փուլում։ Հայկո, Սիրո հավերժ քաղաք եւ Սոնա Ռուբենյան, Ալո։ Չէ, հիմա դեռ բան չենք անում, հիմա բացատրում եմ։ Չէ, հիմա Ես հասկացա, մինչև մենք կամած մտնենք հաղորդման տեպի մեջ, մոտավորապես կլինի փակման պահը։ Ժողովուրդ, բոլոր հարցերը, որոնք որ կազմվել են ձեզ համար, Գրեմի մրցանակաբաշխության մասին են։ Պատրաստ եք։ Բայց ի՞նչն ենք մենք հիմա ասել, եթե դու արդեն ասացիր, որ դրա մասին է, մենք չպետք է ասենք Գրեմիի մասին է այս քո հարցը։ Հասկացա։ Նայեք, ես կարդում եմ հարցեր Գրեմիի մասին 4 տարբերակով։ Ով գիտի պատասխան, ասում է ես ասեմ, պատասխան։ Օքեյ, ընդհանուր օքեյ, լավ, զուտ հարցերը բոլորը Գրեմիի մասին։ Օքեյ։ Ահա։ Ինձ թվաց մենք պետք է ասենք ինչի մասին է, հա, օքեյ, դա։ Դեբիրել ինքնաները։ Գրավն է ինքը վերջապես ընդունեց, որ ինքը դեբիլ է, եթե մեկն էլի ես եմ, ուրեմն ինքն է։ Բոլոր հարցերը Գրեմիի մասին են, ուշադրություն առաջին հարցը։ Որ թվականին է տեղի ունեցել առաջին Գրեմի մրցանակաբաշխությունը։ Տարբերակներ։ 1959, 1965, 1970, այո։ 59։ Ճիշտ է, ունենք առաջին պատասխանը։ Ակտիվացեք աղջիկներ։ Ուշադրություն, երկրորդ հարցը։ Գրեմի ոսկե գրոմոֆոնը ի սկզբանե պատրաստված է եղել որ նյութից։ Ուշադրություն, փղոսկր, մաքուր բրոնզ, սև մոմ եւ ասբեստ։ Ասեմ։ Այո։ Բրոնզն անելը, որտեվ ասբեստը բան է, քարա ու չնայած արգելված քարա ասբեստը։ Ուրեմն պատասխան։ Ասբեստ ասենք էլի, որտեվ հիմա բրոնզեիկ է ասի ախր։ Հա, բրոնզեիկ ասի։ Լավ, օքեյ, ասա։ Իրականում հա բրոնզ տարբերակ է, եկեք հաշվենք։ Հաշվենք բրոնզ տարբերակը եւ ձեր պատասխանն է ասբեստ։ Այո, ճիշտ է, իրականում ասբեստից է պատրաստված եղել առաջին Գրեմին։ Շատ արդար խաղ է սկսվել, ոնց տեսնում եք, ես ընդհանրապես կողմնապահություն չեմ անում, բացարձակ։ Եվ մենք ասում ենք միանգամից երկրորդ հարցին, ուշադրություն։ Երրորդ հարցին, ներողություն։ Ով է բոլոր ժամանակների ամենաշատ Գրեմի հաղթա
Beyoncé, եթե կանանց մասին է, եթե տղամարդկանց մասին է, Jackson-ը։ Չէ, մենք ունենք ուրիշ տվյալ։ Բայց Beyoncé-ն չի հաս։ Ուրիշ տվյալ ունենք։ Ես կարդամ պատասխանները։ Անուշը ասի, Եկեք տարբերակները կարդամ, Նիկ։ Հա։ Ուշադրություն, ասում է արտիստը մինչ այժմ։ Beyoncé, Quincy Jones, Գյորգի Սոլտի եւ Stevie Wonder։ Պատի որ Quincy Jones-ը հաշվի առնել է, որ ինքը Լավ, ես ասեմ տարբերակով ենք ուզում հարցին պատասխան լսեն, կա ես ասեմ տարբերակը։ Կա ես ասեմ պատասխանը։ Ես ասեմ թե չէ։ Հա, մենք ասում Quincy Jones։ Quincy ենք։ Չէ։ Salty։ Չէ։ Stevie։ Ես ասեմ Մի հատ երթ հիշեցրու խնդրեմ։ Ես ասեմ, ով ասեց Ընդ մենք այնտեղ 10 վերսիա ասեցին հիմա որ Չէ, առաջինը լավ, ասեք վերջնական տարբերակը։ Ձեր պատասխանը։ Salty։ Ճիշտ է։ Գյորգ Սոլտի ինքն է Որտեղ ամենաշատ երեքը 31 գրեմի ունի։ Երեքը չէին։ Beyoncé տարբերակը բացառելով մեզ մնացել էր Stevie Wonder։ Իրականում Beyoncé վերջին female, չէ, վերջ շրջան female recording artist Beyoncé-ն է այստեղ։ Բայց ամեն դեպքում ունի 31 գրեմի։ Հաջորդ հարցը հաշիվը դարձավ 2-1։ Ուշադրություն 4-րդ հարցը։ Որ անվանակարգն է համարվում Grammy մրցանակաբաշխությունում ամենահեղինակավորը։ Ասա։ Album of the year։ Ճիշտ է, Album of the year, տարվա ալբոմ եւ 2-2 հաշիվը, բրավո, հավասար, անցնում ենք 5-րդ հարցին։ Որ հայտնի երգիչն է մերժել Grammy մրցանակը, չմասնակցելով 1973 թվականի մրցանակաբաշխությանը։ Տարբերակներ եմ կարդում։ Elvis Presley, Bob Dylan, John Lennon եւ Paul Simon։ Elvis Presley։ Ես ասեմ ով պիտի ասես, որ հաշվի։ Ես ասեմ, Elvis Presley։ Ոչ, սխալ պատասխան։ Ձերն պատասխանելու։ Elvis Presley տարբերակը բացառում ենք արդեն, ունենք Bob Dylan, John Lennon եւ Paul Simon։ Paul Simon-ին չգիտեմ, Lennon-ը կարող լինի, որտեղ ինքը տենց պացիֆիստական ինչ թեմաներով է տարապում այն ժամանակ Yoko Ono։ Վերջնական տարբերակ։ Lennon։ Սխալ տարբերակ։ Պատասխանելու հնարավորությունը անցնում է ձեզ։ Bob Dylan։ Այո, Bob Dylan, ով մերժել է Grammy մրցանակաբաշխությանը մասնակցությունը։ Ուշադրություն եւ վերջին որոշիչ հարցը։ Այո, մի հարց մնաց։ Հիմա 3-2 հաշվի վերջին հարցը։ Որ հայտնի երգչուհին է 3 անգամ հաղթել տարվա ալբոմ գլխավոր անվանակարգում։ Adele։ Չէ։ Taylor Swift-ը։ Բայց քանի որ սա շատ միանգամից պատասխաներ Taylor Swift-ի տարբերակը հաշվում ենք ու դառնում է 3-3 հավասար։ Դուք կհարցնեք թե ոնց ենք մենք որոշելու։ Այո, շատ ցեշ պայքարել։ Նիկ, բայց Չեկան Բիլի։ Չէ, Բիլին չէ։ Բիլին մի անգամ է տարել ալբոմը։ Եկեք հասկանանք թե ոնց ենք ընտրելու երգերը։ Կա ավանդական հայկական տարբերակը Չինգաչունգ եւ չկա ուրիշ տարբերակ։ Ինչ եք ընտրում դուք Չինգաչունգ։ Եթե Չինգաչունգ, թող բան Գյումրեցին խնդրում եմ։ Okay, Գյումրեցի Մաշան եւ Երևանցի Անուշը հենց հիմա կանեն Չինգաչունգ։ Մեկից առանց վերջնական։ Շկշկիով թե Կամ կամ Չինգաչունգ։ Խնդրում եմ հաղթիր։ Գնաց։ Ես որ հաղթեմ։ Դեմ դուք եք ընտրում երգերը։ Երգը ընտրում։ Հա, երբ Ընտրում։ Չեմ հավատում։ Գնաց։ Բաշը հակառակն է։ Չինգաչունգ։ Մաշան հաղթեց, Մաշա մեր երկու երգերից դուք եք ընտրում։ Հիշում եք երգերը։ Սոնա Ռուբենյան Հասանայինը հիշում էի, առաջինը եւ Հայկո Սիրո հավերժ քաղաք։ Ինչ ես ուզում։ Այն մեկը Հայկոին Բեքեմ երգել այդ երգի մեջ, Ալոնը ես եմ գրել։ Իսկ որը կընտրեք դուք եւ ովքը երգի։ Եթե Հայկո ես ընտրում, դու ես երգողը, ես երգող չեմ։ ինչ ուզում ես, լավ գրել է, մասնագետը գրել է։ Ադաջենյա է անում։ Լավ դե գրել է։ Սոնայինը շատ սիրում ենք, երգները շատ սիրում ենք, Սիրեմ երգում ենք։ հարգա։ Դե ուրեմն մենք լսում ենք Նիկ Եգիբյանին իր գրած երգը, հենց հիմա Նիկն էլ բացում է մեր հաղորդումի միջոցով։ Առաջին երգը հենց դու ես երգում միանգամից։ Բարձր ծափարենք անպայման երգահարթակը տրամադրենք Նիկին, խնդրեմ։ Պաստորեն հեղինակները երգում են նաև իրենց երգերը։ Խնդրեմ։ Երբ քաղաքի լույսերը նոր կմարեն ահավոր ատոնայնությունը ու նաղմակոտ փողոցները մի պահ լռեն ես կհիշեմ էլ լուսինը կկարոտեմ միգուցե քեզ անկեմ որ
Ձայնդ լսեմ, կասեմ, ալո, գիտեմ, հետո կզղջամ, բայց թե հետո մի քիչ ձենս կբարձրացնենք, արի հիշենք համբույրը մեր ու հասենք բարի գիշեր Ես շորացած ծաղիկ եմ պահել գրքում որ նվիրել էիր ինձ դու քո գրքում որ կարոտեմ քո ձայնը ես հիշելով ու ախնանալ ես իմ ինչը քո հիշելով կասեմ ալո գիտեմ հետո կզղջամ բայց թե հետո արի հիշենք Համբույրը մեջ ու ասենք բարի գիշեր Բրավո Նիկ Շնորհակալություն այն հատվածը, որ իմ տոնարության մեջ չթողեց երգել այն։ Բայց ամենակարևորը գիտես որ Պատկերացրեք, չգիտեմ, երկրորդ կուպլետը իմը չի, Գրիգորն է գրել Կյոքչյան երկրորդ, առաջինը անգիր գիտեմ, երկրորդը ես եմ գրել։ Ինձ ամբողջ ընթացքում հետաքրքիր էր, արդյոք հեղինակները կհիշեն իրենց գրած երկրորդ։ Իմը հիշեցի, բայց այն հատվածը Բայց Կյոքչյանի մասը հասկացա։ Իմ հատվածը ուրիշ էր գրած, հետո ուզեցինք ավելի լուսավոր սարքենք։ Նիկ, բայց ամենակարևորը, որ դու քո թիմին բերեցիր 5 Միավոր եկեք դիկին բարձր ծափարենք, դու կարող ես զբաղեցնել քո տեղը, իսկ այս պահին մենք անպայման պիտի երգահարթակը տրամադրենք մեր գեղեցկուհուն Աննային, խնդրեմ, Աննա, մենք լսում ենք քեզ։ Ասեմ, որ սա Հայկոյի ամենասիրելի երգերից մեկն է, իսկ ձեր Նիկ Փոքրկում լուսացրել եմ հազար գիշեր որ իմ սրտում թողել են ջերմ հուշեր Հուշեր, ճիշտ է Ես ու դու ախր շատ ենք նման իրար Իմ ու հոգում կա մեծ Աշխարհ, ճիշտ է Ես իրով փոխադարձ խոսքը չի ասվել Քեզ հետ եմ ես կիսվել ու Արտասվել, ճիշտ է Հարազատ Իմ հոգուն հարազատ անում Որ իմ սրտից երբեք չի հեռանում Երևան անչափ սիրում եմ քեզ Երևան հոգումս ես Ինչ էլ որ լինի Միասին ենք մենք երկուսով Ահա երկի Երևան ու լավ օրերս ես Բրավո Երևան ընկերս ես Ուր կալղն Անցյալից եկանք ու հիմա եկանք երկրով Բաց երկնքի տակ Երկնքի այ Դու սիրով հավերժ Շկաղար Այո Բրավո Թերևս սկզբում մի փոքր ոչ այնքան վստահ, բայց վերջում արդեն միասին դուետ դարձավ մեր երգը։ Եկեք Աննային բարձր ծափարենք։ Աննան իր թիմին բերում է 5 միավոր եւ հավասարեցնում առաջին փուլի հաշիվը։ Առաջին փուլում հաշիվը դարձավ 5 հոգուտ ոչ ոքի, իսկ մենք տեղափոխվում ենք միանգամից երկրորդ փուլ։ Գնացինք։ Բացատրեմ երկրորդ փուլի կանոնները։ Տեսեք, երկրորդ փուլում մենք նորից երգում ենք, որտեղ հաղորդում է երաժշտականը։ Պարտադիր է։ Չերկելու տարբերակ չկա։ Ասեմ քեզ, որ այս անգամ իրականում դու չես երգելու, որտեղ դու արդեն երգել ես։ Լավ է։ Ահա։
բայց դեռ մի փուլ ունենք։ Բայց երկրորդ փուլում Մաշա եւ սիրելի մասնակիցներ մենք երգում ենք արտասահմանյան երգացանկից։ Երգերը հետեւյալն են երկրորդ փուլում. Amy Winehouse, You Know I'm Not Good եւ Teddy Swims Lose Control։ Օրինակ ես տայք երգել, գոնե իմ տոնայնությամբ։ Տեսեք ինչ ենք անում, որպեսզի կարողանանք ընտրել Անուշի եւ Մաշայի մեջ երգերը, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ, որը երկրորդ փուլում կոչվում է երգաշփոթ։ Բացատրեմ ինչ է իրենց ներկայացնում։ Միաժամանակ հնչում է Ինչքան ուժ կա բարթացրել եք իմ համար էս Հա, խաղը։ իրականում գիտես ինձ թվում է Նիկը զուգահեռ խոսում է քո ականջի տակ լրիվ ուրիշ բան։ Նիկը երգա գրում նոր իմ համար Ու դու դրանից շեղվում ես, դա։ Գործը տարած բրթի է։ Հա, մի անգամ թեստոր նոր երգ։ Լավ, տեսեք, միաժամանակ 4 երգ է հնչում։ 4 երգից ով գիտի տարբերակ, պատասխանում է արդյոք գիտի ինքը երգը։ Եթե երգը իմանում է, դուրս է գալիս այդ Ես երգը։ երկու երգը դրա մեջ կան։ Չէ, այդ երկու երգը մենք երգելու ենք։ Okay։ Ես ծիտրերով էլ եմ ասում, մենք անպայման կդնենք կանոնները, բայց որ խաղան կհասկանաս։ Լսում ենք 4 երգերը միաժամանակ։ Խնդրեմ։ Գնացեք։ Լսի ուշադրական Չեմ կարող։ Նա մեկը lose control-ն է։ Բոլորը միասա, մեկը պիտի ասես։ Lose control Teddy Swims։ Ունենք lose control Teddy Swims։ Ճիշտ է։ Ունենք հանեք lose control-ը, խնդրում եմ, իրականում սա համընկում ա եղել, Մաշա, ես մեղավոր չեմ, սա համընկում ա եղել։ Նույն երգը եղել է նաև երգացա։ Այո։ Մեկ միավոր։ Շարունակում ենք։ Ես մեջը դուրս Ես կարամ իրան ասել ինք ասի, թե ես Գնացինք։ դշած ասուս մնաց։ Դժտատի, одинокий остров։ Մեկ անցանք առաջ։ Առաջինը էսպեկալը, ժեստը նիկներ ու վերջին երգը, ժորդ, գնացինք։ Ռենկարնացիայի աշխարհ Չէ, Ռենկարնացիան ճիշտ է, բայց վերնագիրը։ Վերում էի թարմծաղիկներ։ Ճիշտ է։ Էլի հավասար, ես չգիտեմ ես ինչ հավասար պայմաններում ենք առաջ գնում, բայց հիմա խնդրում եմ Նիկաս արմատներով դու որտեղից ես։ Չեմ ուզում ասել։ Այսինքն դու Հայաստանից չես։ Ну, հա, Հայաստանից եմ։ Հայաստանցի Նիկը եւ Աննա դուք ազգությամբ Արևմտյան Հայաստանից։ Արևմտյան Հայաստանից Աննան այժմ մրցում են միմյանց դեմ։ Չինգաչունգ ենք անում էլի, ժողովուրդ, տարբերակ չեք թողում։ Ես։ Դու Չինգաչունգ ենք անում։ Գնացինք։ 1 2 3 չինգաչունգ։ Օ, Նիկը աղթեց։ Նիկ Մաշա ավելի շուտ հիմա դու ես ընտրում։ Amy Winehouse թե Teddy Swims։ Teddy Swims։ Teddy Swims, կարծում եմ, որ մենք բոլորս սպասում ենք, որ լսենք Մաշային Lose Control երգը կատարելիս, դրա համար մենք հենց հիմա երգահարթակը տրամադրում ենք քեզ բարձր ծափահարությունների ներքո։ Ես անձամբ այս երգը հատուկ ուզում էի լինել, որ Մաշան երգեր։ Հեսա հասկանանք։ Something's got a hold of me lately. No, I don't know myself anymore. Feels like the walls are all closing in, and the devil's knocking at my door. Oh, out of my mind, how many times did I tell you I'm not good at being alone? Yeah, it's taking a lot on me, trying my best to keep from tearing the skin on my bones. Don't you know I lose control when you're not next to me? I'm falling apart right in front of you, can't you see? I lose control when you're not next to me. You're breaking my heart, baby. You make a mess of me. Ay, şlava secret atması çıktı. Ո՞նց շլավա ես կուզեի ես երգը ինքը անընդհատ պատտվեր։ Անընդհատ։ Problem is I want your body like a fiend, like a bear. Ես գիտեք, ես գիտեմ անգիր, թողեք երգը։ չգիտեմ անգիր, ես ոչ մի երգ կյանքում չկա, որ անգիր սեփական հայկական երգերի բառերը չգիտեմ։ Գիտեք որ սեփական հայկական երգ։ Այո։
Այո, դու ես գրել։ Հենց իվա դու ուրանում ես Նիկ։ Չէ, ես գիտեմ ես կնի անգլերեն հայկական չի։ Ժամանակ միած sense նկարեր ես շրջանառվում, որ մեկը հայա տառերեն J-Lo-ի մի հատ ինչ որ երգեր է գրել։ Let's get loud։ Էդի ես հիշում։ Այս տենց Դու մոտավորապես Ես գրողին եմ ճանաչում։ Բայց ամեն դեպքում հիանալի կատարումը մեզ բերեց լավ տրամադրություն, մեր հաղորդմանը կբերի ռեյտինգ եւ 6 միավոր իր թիմին, բրավո։ Իսկ հիմա ժամանակն է, որ մենք լսենք իմ լավ ընկերոջը Անուշին, եկեք Անուշին էլ ծափարենք, ողջևորենք։ Ու լսենք թե ոնց է երգում Անուշը։ Անուշ։ Կմիանաք ընթացքում ենք խնդրում։ Անպայման։ You downstairs in the bar and heard your rolled up sleeves and your skull t-shirt. You say, why did you do it him today? And snuff me out like I was decorate. 'Cause you're my fella, my guy. And me, you're Stella and fly. By the time I'm out the door, you tear me down like Roger Moore. I cheated myself like I knew I would. I told you I was trouble. You know that I'm no good. Elika? Հիմա կասկան։ Այո, այո։ Upstairs in bed with my ex-boy. He's in the place, but I can't get joy. Thinking on you in the final throes. This is when my buzzer goes. Run out to meet your Chips and Peter. You say when we married, 'cause you're not bitter. There'll be none of him no more. I cried for you on the kitchen floor. I cheated myself like I knew I would. I told you I was trouble. You know that I'm no good. Բրավո։ Դուք տեսաք Անուշին այդ ամբողջ ընթացքում շունչդ պահած երգում էի։ Հա, իրականում ձայնս անդադ կտրվում էր, որովհետև այդ պայն որ լարվում ես, օդ չես կարող։ Բայց դու լավ էիր երգում Անուշ։ Լավ է երգում։ Անուշը իր թիմին բերում է 6 միավոր, բրավո։ Էլի հավասար է։ Էլի հավասար, այո, ես առաջարկում եմ ամփոփել, չնայած Մաշան հենց նոր ամփոփեց բոլորից փոխարեն, ընդհանուր երկրորդ փուլի հաշիվը մեզ մոտ դառնում է 11 օգուտ ոչ ոքի։ Ու մենք, Նիկ ջան, տեղափոխում ենք երրորդ փուլ։ Մենք գնում ենք երրորդ փուլ ու ես երրորդ փուլում կբացատրեմ կանոնները։ Եվ այսպես, երրորդ փուլի կանոնները հետևյալն են։ Մենք երգեցինք բոլորս անհատապես, հասկացանք, որ շատ լավ երգեցինք բոլորս, բայց երրորդ փուլում մեզ մոտ դուետներ են։ Ինչ դուետներ։ Կրկին երգ, բայց այս անգամ փակված են բառերը էմոջիներով։ Դուք պետք է գուշակեք էմոջիները, բայց որպեսզի մենք կարողանանք երգերը գուշակել, մենք պիտի խաղանք ենթափուլային խաղ, որը վերջին փուլում մեզ մոտ կոչվում է հաստատկա։ Հաստատկա ուղղակի երևի ես չեմ հիշում։ Բացատրեմ հաստատկայի կանոնները։ Պատրաստ ես։ Բացատրում եմ։ Հայեր Խնդորներով։ Հայերեն չես հասկանում այ բառը էմոջիներով խնդրում եմ։ Հիմա բացատրում եմ։ Ես ասում եմ մի հատ բառ, օրինակ սեղան։ Դուք բոլորդ թիմերով սկսում եք երգել սեղան բառով երգեր։ Այնքան մինչև որ սպառվի թիմերից մեկի երևակայությունը։ Երգեր, որի մեջ կա լավ, ծաղիկ, արի վերցնենք ծաղիկ։ Ծաղիկ բառը ռուսերեն, անգլերեն էական չի։ Կարևորը որ լինի ծաղիկ բառը։ Հիշար, հա, երգի։ Այմա բարձա բոլորի համար շարունակում ենք։ Ու այսպես այնքան մինչև որ սպառվի թիմերից մեկի երևակայությունը։ Բայց մենք սկսում ենք համեմատաբար ավելի քիչ միավորներ ունեցող թիմից, կասեի ես, որովհետև պիտի այդպես լիներ, բայց քանի որ հավասարությունը, ես առաջարկում եմ ուղղակի ես աչքերս փակ որոշեմ։ Նիկ, դուք կսկսեք։
Շատ արդար հաղորդավար եմ ես այսօր։ Կոմենտերում թաղեք իմ բոյը։ Ուշադրություն բառը, որով որ դուք պետք է երգեք երգեր, հետևյալն է։ Դու օգտագործեք անգլերեն եւ ռուսերեն տարբերակները եւս հայերեն։ Սկսում եք դուք։ Հիշեցնեմ երգի կրկնության դեպքում պարտվում եք մի անգամից։ Դուք մենք всё սկսել ենք։ Դու հեռացար գնացիր, սակայն ոչինչ չասացիր։ Դու երգի միջև իրանք հիշեն։ Դու երգի։ Չէ, հիմա իրանք թիմն է։ Another day has gone, you are not alone. Okay, լավ, հիմա դուք արագ, Մաշ եւ Նիկ։ Ես Մարիաննայի Հովանեսյանը You and I. Լավ, դուք։ Ես լրվել եմ այդ մի երկի վրա, այս երեխան արդեն սաղ բան է, հա, հեչ ոչ բան։ Գնացինք։ Արագ։ Դույով հայերեն ենքան երկա։ Միայն ես ու դու։ Ահա, լավ, դուք։ Ты. Теперь я знаю, ты на свете есть. Ануш, Анна. Остров ты, одинокий остров. Где так часто. Գնացինք դուք։ Հնդալիա որ ասում ենք դուք։ Ես Մարիաննային երկեմ պրծանական այնքան մի հատ երկ ուներ Մարիաննան Հովանեսյան իմ սրտից ափսոս դու ես մի հոգն է Դու ասել ես Նիկ ասել ես դու հա լավ դու Աննա Անուշ գնացինք Ты с ума сошла? Ты с ума сошла դու երկնա Հենց նոր հորինեցիք չէ բայց ում Դու կրակ հակածդ կրակ գովուրը կրակ Մաշա դուք Դու ես ինձ քեզ մենք էլ չկանք առանձին դու ես եմ գրել տատուս թվին հակա Հարթ եկել է իր դավթարներով եւ իր երգերով հենց մա հաղթում է խաղը Անուշ Դու արևն ես իմ սեր դու երկեր տենց դու Դու ասել ա երկել ա Դու արևն ես իմ սրտի այդ որ ես չգիտեմ Do you really Չեմ Դու արևն ես իմ ես քո լուսինը Լավ հաշվում ենք այդ տարբերակը Նիկ Մաշ Բայց եկեք մի հատ էլի մի հատ էլ ասել մի հատ եկեք Okay Անուշ Աննա Սկսում եմ արդեն հաշվել որպես ինչ որ թիմերից մեկը պարտվի այսօր գոնե 1 2 3 4 5 Ты моя радость, ты моя нежность. Լավ, Մաշ, Նիկ Մի հատ շատ տխուր երգ I love you Beyoncé երկը Օրներ First time I said no but I'm gonna say it I love Bonner and crazy Jessamy dangerously in love Բայց որ I am in love with you You make me Okay 1 2 3 4 5 Դու գալիս ես դու ինձ մոտ Մայիս ես արևոտ Լավ 1 2 Չեմ կարող ասեմ Երեք պրտանք Չորս I love you Ես այդպես տարբերակով եմ հիշում Ճիշտ ինչով երկերը Այդ երկը Այդ երկն է Չէ բաննա Լավ տրագիկ երկերից անցնենք Բարբի սաունդթրեքն է Մենք ենք Այո Եթե դու գնաս 1 2 3 օպերատոր Դավիթը միշտ օգնել է սպառ բոլորին Ես ու դա ասել են հա ասել են Չէ երկեք որտեղ կպարտվեք որտեղ այդ երկել են Այդպես բան կա հա օքեյ մենք չգիտենք Դավիթին նայեք 2 3 4 Այդ ինքն է այդ իրանն է 6 7 Դա չելա ֆատելա պատվել եք ինչ ես ուզում Վերջ մարդիկ ինքնական հանձնվեցին Եկեք արդար մի բան Բրավո Իսկապես շատ արդար Ուշադրություն վերջին փուլում երգերն են հետևյալը Սուսաննա Պետրոսյան գիտես ես կգամ եւ Սոֆի Մխեյան գնա գալիս եմ Դե լավ երկուսն չգիտենք երկրորդը Սոֆի Մխեյան Այդ առաջինն էր ոնց Սոֆի Մխեյան չէ Սուսաննա Պետրոսյանը ունենք եւ Սոֆի Մխեյան որն եք ընտրում դուք Սոֆի Մխեյան Սոֆի Մխեյան Բա ինչի Այդ առաջինն է Առաջինը գիտես ես կգամ Ուրել որ գնաս այդ ենք ընտրում Սուսաննա Սուսաննա Պետրոսյան Խնդրեմ երկը հարթակը տրամադրում ենք ձեզ կարող եք սկսել երգել Կրկնենք հավատեմ երկրից ոչինչ Հենց դեմն է գիտես ես կգամը Գիտես ես
կգամ Ուր որ գնաս ես կգամ Գիտես ես այնտեղ եմ կամ Ուր որ լինես Ուր որ գնաս ես այնտեղ եմ կամ Չես հավատա բայց ես հիմա քո կողքին եմ Եվ նույնիսկ գիտեմ թե ինչ ես մտածում Տարօրինակ է բայց ես նույնիսկ լսում եմ Որ հիմա քո սիրտն ուժեղ է բաբախում Շատ եմ սիրելիս որ այս կյանքում Իրար համար ենք սեղծած ես ու դու Մեկ ուրիշի սերը քեզ տարավ ինձանից շատ հեռու Բայց մեկ է ես կասեմ ինչու Որովհետև գտա քո մեջ իմ հոգին Ես գտա քո մեջ ինձ ամբողջովին Այմաննան գնացի Գիտես ես կգամ Ուր էլ որ գնաս ես կգամ Գիտես ես այնտեղ կգամ Ուր էլ որ գնաս ես միշտ այնտեղ կգամ Մի գուցեմ մի օր հանկարծ ինձ հաղթնես Թե ինչու եմ քեզ ամեն տեղ որոնում Պարզապես իմացիր ողի լինեն Ինձանից անկախ իմ Սիրտ է թելադրում Շատ եմ սիրել որ այս կյանքում Իրար համար ենք չեսված ես ու դու Մեկ ուրիշի սերը քեզ տարավ ինձանից շատ հեռու Բայց մեկ է ես կասեմ ինչու եմ քեզ սիրում Որովհետև գտա քո մեջ իմ հոգին Ես գտա քո մեջ ինձ ամբողջովին Գտա քո մեջ իմ հոգին Ապրես Այս մասը ես որ ուզեմ չեմ կարա Բրավո, բրավո, շատ լավ էր, ես տեսա իմ ձախ կողմում Նիկը նստած վայելում էր այս պահը, որին բոլոր երկեր այսօր հնչել են Եվ Անուշը Աննան իրենց դուետով իրենց թիմին բերեցին 5 միավոր, իսկ մենք շարժվում ենք առաջ և լսում Նիկին և Մաշա Մնջյանին Այո, այո Մենք ինչ պետք է երկենք Սոֆի Մխեյան գնա գալիս եմ Քուշակի հլը Ես միշտ ուզեցել եմ այս երկը այսենց լսել Ասա ուր էիր, առանց քեզ սխմուր էիր Ասա ոտերից հայտնվեցիր Մի հատ կարոտորայության մեջ էր Ասա թե ինձ ոնց գտա Թե ոնց նույն կակմատա Ու իմ սրտի մեջ թաքնվեցիր Իմ սրտի տանիք ես բարձրա Ու իմ տիտանիք ես Դու ինձ խորտակում ես Քո սիրո ծովում Իմ սրտի մետրոն ես Դալ դեպի կենտրոն ես Սիրո ծովլորվում են Ամեն մոլորվում Գնա գալիս եմ հետըտ պարելու Քո համույրից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետըտ նոր ասես Չունի աշխարը մեզ համար կարդես Երազի խորքում Սերը ինձ ուղից բողում Ու հանում է 7-րդ երկիր Ու քո սիրուց արտանամ Ու նոր հասկանամ Հերու չեմ գնացել ես քո գրկիր Տիտանիկն ես ու իմ տիտանիկն ես Դու ինձ խորտակում ես Ես քո սիրով ծովում Իմ սրտի մետրոն ես Տարեմի կենտրոն ես Սիրուց խորորդում եմ Համեր մոլորվում Գնա գալիս եմ հետըտ վարելու Քո համբույից է սիրտս վարվելու Գնա գալիս եմ հետըտ որ ասես Չունի աշխարը մեզ համար կարդես Բրավո Իսկի ես չէի հիշում ես կանած, ես երխեմ ոնց է հիշում Ես մեծ պակլոննիկն եմ քո Երկը իմ տոնալության մեջ տայք, որ սենց խայտարակ չլնեի ճպել Ընդհանրապես հայտարակ չես եղել, ընդհանրապես Հենց իրա ձենով է Իսկ ուզում եք իմանալ քանի միավոր եք վաստակել 5, 6 4 Այո, քանի որ մի բառը հուշել է, երկու բառ հուշել է Նիկը
մենք հուշելու մասը չենք հաշվում, ու ստացվել է 4 միավոր, չենք տխրում, բայց մենք չենք էլ տխրում, մենք շատ տխուր ենք։ Ես առաջարկում եմ ամփոփենք մեր երրորդ փուլի հաշիվը, ընդհանուր խաղի հաշիվը մեզ մոտ դարձավ 15 եւ 16 օգուտ Աննայի եւ Անուշի։ Սա միայն թվերի մասին էր, ձայնով եւ տաղանդով իհարկե հաղթեցին մեր թիմը։ Ինչպեսի համեստություն, բրավո։ Ես կարծում եմ, որ այսօր հաղթեց ձեր։ Որական հաղթանակ ենք տարել։ Դե լավ է, կոլեկտիվ հայտերը չեն ընդունվում։ Ես կարծում եմ, որ այսօր հաղթեց իրականում ձեր լավ էներգիան։ Հա? Լավ է։ Ես այն ամենասկզբից ասի, ես եկել եմ պարտվեմ, ես ասում եմ։ Ես ամբողջ հարցերը, Նիկ ամբողջ հարցերը, որ Աննային եւս եկել էին պարտվելու։ Միակ բարդը ով եկել էր հաղթելու Մաշան էր։ Մաշան մեկ էր ինքը առհասարակ։ Չէ, իրականում բոլոր ասպեկտներով եւ բոլոր հնարավոր տեղերում այո, բոլորն էլ հաղթանակած են, բոլորն էլ իրենց մասնագիտության մեջ հաղթանակած են, բայց ամենակարևորը հաղթել եմ ես, որովհետև հաղթել եմ ես, որովհետև այսօրվա խաղը ես համարում եմ շատ կայացած ու շատ լավը։ Մենք ձեզ ասում ենք հաջողություն, բայց դեռ ոչ ամբողջական, որովհետև մենք ունենք երգ երգելու բոլորս միասին, իսկ մենք կհանդիպենք հաջորդ 5 շաբթի։ Այ հիմա բոլորս միասին երգում ենք մեր վերջին երգը, որը առհասարակ անակնկալ է բոլորիս համար։ Խնդրեմ, ավելի շուտ 5-ով։ Գնացինք։ Ո Վարդուհի Վարդանյան Մերել եմ, զորով իրմը նորից բերել եմ Աչքս շամից վարել է, մերը տարավոտս կյանք սկերել է Տանգոցվելը արել եմ, ճեշը և հելը վնաց կարը պրել եմ Մազիս հյուսկը հյուսել եմ, դեղին հորիկը չախակել եմ Ընգելա, սիրում յարս դաշտում կորելա Կորելա յարը, բայց չի կորել մեր ամեն 5 շաբթի միացեք մեզ GoSport-ի YouTube-յան ալիքում ու դիտեք մեր բոլոր հաղորդումները ու չմոռանաք բաժանորդագրվել GoSport-ի YouTube-յան ալիքին կսպասենք ձեզ ու ձեր կոմենտներին Ջլնի յարիս գելը կերելա Ինձ մեղավոր հանեցիք Ջլնի յարիս գելը կերելա Ապրեք ձոզ, ապրեք, մերսի շատ, շնորհակալ եմ բոլորիդ շատ, հրաշալի եթեր էր, այսքան է։ Կարաոկե 963, երկու թիմ 4 ձայն ու տարբեր ոճերի երգեր, պոպ, ռոք, ռեփ, շանսոն, հայկական, երգիր մեզ հետ YouTube-յան եթերում։